Մաշտոցյան մատենադարանում մեծ պրեմիերա է, կորցված, գտնված, թաքցված հայ լեհական վավերագրական ֆիլմի նորամուտը, ֆիլմ, որ ներկայացնում է հայ ձեռագրային գանձարանի Կիլիկյան շրջանի մեծարժեք գանձերից մեկի Սկևրայի ավետարանի զարմանալի ճակատագիրը, նրա դեգերումների ոդիսականը։ Մեր գրավոր ժառանգության այս գլուխգործոցի խորհրդավոր ճամփորդությունը Կիլիկիայի հայկական թագավորությունից մինչև այսօրվա Լեհաստանի ազգային գրադարան ֆիլմի հեղինակները վերածել են մշակութային ինքնության որոնումների յուրօրինակ պատումի։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի և Լեհաստանի մշակույթի նախարարությունների և Լեհական կաթնեղբայր հիմնադրամի գործակցությամբ։ Դանիել Դանիելյանը այն հայ-լեհական մշակութային փոխգործակցության նվագույն վկայությունն է համարում։ Շատ կարևորում ենք այս հարաբերությունը բնականաբար, քանի որ սա երկու երկրների հարաբերության մասն է խոսքը եւ սա այն եզակի դեպքերից է, որ մենք շատ վստահաբար եւ վստահորեն ասում ենք, որ բնօրինակը հուսալի ձեռքերում է, իսկ մենք այսօր բավարարվում ենք կրկնօրինակով, շատ լավ կատարված կրկնօրինակով, որը մեր սիրելի մատենադարանում է։ Փաստելով այն իրողությունը, որ այսօր մատենադարանից դուրս մի ահռելի մատենադարան կա ամբողջ աշխարհում, Արա Խզմալյանը միանգամայն բնական է համարում, որ սպասված նորամուտը հենց այստեղ է իրականանում։ Մատյանների տունդարձի ծրագիրը, որով փրկագնվում եւ մատենադարան են բերվում ազգային արժեքները, այսօրվա առաջնահերթություններից է, իսկ մատենադարանի տնօրենը լիահույս է, որ Սկևրայի բնօրինակը նաեւ Երևանում կցուցադրվի։ Այս տարի մատենադարանը հյուրընկալելու է ազգային գրադարանի, Լեհաստանի ազգային գրադարանի աշխատակցին եւ ես մեծ հույս ունեմ, որ օրերից մի օր մենք առիթը կունենանք կազմակերպելու մատենադարանում նաեւ բնօրինակի ցուցադրությունը եւ գուցե սրանք առաջին քայլերն են, հատկապես ինչպես պարոն Դանիելյանը նշեց, աննախադեպ ակտիվ հարաբերություններ կան Լեհաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Հետադարձ հայացքով գնահատելով ֆիլմի ստեղծման հնգամյա հետաքննական աշխատանքը, ռեժիսոր Վահրամ Մխիթարյանն այսօր միամիտ լավատեսություն է որակում իր այն հույսը, որ ֆիլմը կնկարահանվի ընդամենը 1 տարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագրի անհետացումը, ապա գրեթե պատահական հայտնաբերումն ու կրկին անհետացումը մի պատմություն է, որ որոշակի իմաստով նույնականանում է նաև Լեհաստանի հայկական համայնքի պատմությանը, իսկ ռեժիսորի համար այն նաև անձնական հասցեականություն ունի։ Ինքս ասենք ես sense կատակում եմ, ասում եմ չի մտածում, որ ես սփյուռքահայ կդառնամ, sense փաստորեն այդ վիճակի մեջ հայտնվեցի, երբ որ իմ աղջիկս այդ ասիմիլյացիայի վտանգի առաջ կանգնեց ու հասկացա, որ կուզենամ իրան ասեմ, պատմեմ, թե ինքը ով է, ներկայացնեմ այդ պատմությունը մի ինչ որ ձևի, որը լինի իր համար հետարքի ու ինչ որ պահ ես հասկացա, որ այդ ֆիլմը ուզում եմ պատմեմ ոչ թե հայերի միջոցով, այլ մարդկանց, ովքեր դրսից են ու փորձել հասկանալ մեզ, տեսնել մեզ մի քիչ դրսից։ Ֆիլմի Երևանյան նորամուտի ծրագրի շրջանակում հայագիտության զարգացման եւ Սկևրայի ավետարանի պահպանման գործում նշանակալի ավանդի համար Մայնցի Գուտենբերգի անվան համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Պրինցինգը կպարգևատրվի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։